այս եթերս կապված է վաղը չէ մյուս օրը կայանալիք հանրահավաքի մասով, ճիշտն ասած ինֆորմացիա եմ ստացել այն Արցախ հանձնող պատգամավորները ինչ որ իրանց կողմից նշանակված նախագահ բանը որոշել են ժողովրդի հետևը ինչ որ խաղեր խաղան։ Եթե անկեղծ չի ուզում նույնիսկ զգուշացնել ձեզ սիրելի հայրենակիցներ, հարգելի արցախահայություն, ես ձեզ չի ուզում զգուշացնել, ուզում եի այտենց ձեր արդար պահանջը, ինչ սոցիալական մասով ձեր հետ կիսում եմ, մեծ խնդիրների առաջ է կանգնելու, եթե ձեզ չվճարեն, չեմ ասում 50,000-ները, ընդհանրապես էլի աջակցությունը մինիմալ որ կարողանանք յոլա գնալ, այս մասով ձեր պահանջը, եթե ձևակերպեք քաղաքավարի, եթե ձևակերպեք իրավական դաշտում ոնց պետքնա տենց, ձեր իրավունքները իրացնելով ոչ մի խնդիր չկա։ Ցավը այնա որ տեղյակ են որ դուք այդ խնդրի համար եք դուք դուրս գալիս ձեր պահանջները տնեք, թե բողոքը ներկայացնեք, այդ մարդիկ ոնց որ էլի առիթավորվել են։ Այդ այն մարդիկ են, ովքեր որ ձեզ հասցրել են նախ Երևան։ Իսկ այս մարդը որ ձենը լսենք 10 վայրկյան ասնենք զրույցին։ Այդ պատուաներից կախված ցիկանի պես ապրելով ուր եք գնում, չկա հայրենիք չունեք, ձեզ վաղուց հանձնել են, մարդ եկել ասմարա է դեշի մերը դի մեջքից, արա դու կայֆ եք բրնում։ Չէ, կայֆ չեն բրնում, պրոստը խապել են ժողովրդին, այս մարդու խոսքն էլ արժե զրկել, չեն ուզեցել լսեն։ Այդ խապողները հիմա եկած եմ նորից ուզում են խապեն։ Ինչի համար է ասում չի ուզում խոսալ։ Այս մարդու խոսքը որ ընդ չեն լսել, եկել ենք հիմա իսկապես ցիգանների նման դե հիմա տուն տեղ չունեք, ով ունի մի 5000 հոգի կարողա ձեր գրպաններից թալանած փողնա գողացել աստե ունի, բայց դու հիմա որ ինձ նայում ես իմ օրումն ես, դու ոչ տուն ունես, ոչ էլ բան էլի հազիվ կյանքդ ես փրկել։ Այդ նույն մարդիկ ինչ իրավունքով են հավաքներ ուզում կազմակերպեն կամ կազմակերպողների գործին ներգրավել, նիրհատվել ոնց ասում են, մտնել երակ, որ իրանց կեղտոտելի խաղերը ստե շարունակեն, բայց ես չեմ տեղեկացրել ձեզ, այդ 22 հոգով մի ամբողջ ժողովրդի ճակատագիր որոշող պատգամավորներ, ես անձնապես ձեզ չեմ ես զգուշացրել, բայց տեղյակ եք, Գևորգին լավ ճանաչում է, Գևորգին էլ չեք ուզում ներգրավեք տենց հարցերի մեջ, մնացածին ասում եք Նիկոլա կանա, որ մնացածը ասեն հա Նիկոլա կանա իրա մի ներգրավեք, ուղղակի չէ, բայց իրականում եթե դուք ներգրավեք, ասեք այս sense հավաք ենք անում, Գևորգը ձեզ ուղիղ հարց ատալու, ասի հավաքիդ պունկտերը նշի, ինչ կետերով ես հավաքին ժողովրդին կանչում։ Ոնտե չես ասի մենակ սոցիալական ասել ես, բա sense մի բաներ կա, ուզում ենք օրինակ կոնկրետ Ռուբեն Վարդանյանին առաջ տանք այս թեմաների շուրջ, ոչ բոլոր գերիններին, եթե իմանամ բոլոր գերիններին է կլռեմ, այդ է խնդիրը, որ իմ հավաստի տեղեկություններից հայտնի է այս մասը, որ փորձել են, եթե այս իրականության հետ համընկնի, որ իրանք բացի սոցիալական հարցից Ռուբեն Վարդանյան, Բակո Սահակյան իրանց պետքան նկարներով, պլակատներով հանդես գան եւ պահանջներ դնեն, եւ էլի նմանատիպ բաներ, որը կարող է վնասի ձեր արդար պահանջի մասով, սիրելի հայրենակիցներ, թողում եմ ձեր ուղակի որոշմանը, դուք որոշեք։ Եվ զգուշացնում եմ այդ մարդկանց նույնպես, որ չնայած ես չեմ գալու հավաքին, ես իմ տեսաուղերձը տեսանյութ տեսքով հրապարակել եմ, դուք այդքան մարդ չեք կարող հանեք հրապարակ, ինչքան որ պրասմոտերը ուներ իմ տեսանյութի։ Այսինքն այդ նույն արդար պահանջը ես արդեն արտահայտել եմ 10 օր առաջ ձեզանից։ Կոչ կանեի, որ այն մարդիկ, ովքեր որ լավ հիշում են, հիշողությունից թույլ չեն, թե այդ մարդիկ ինչի արժանացել են մեր ամբողջ ժողովրդին Արցախի, հենց հրապարակում ամբյոնին դուք տենակ այդ մարդկանց, այդ նախարարներին, թալանչի, այդ պատգամավորներին, որ առանց սրտից ցավը զգալու, առանց տակ բանա վեր ու վար անելու, առանց չափելու մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ խաղարեցին։ Ոչ մի իրատեսություն չկար մեջները։ Դե մեկը իրանք հո սահմանին չեն, իրանք գլխին սնայրա չի ընկնում։ Լավ, այդ խելքը դա պետք ճիշտն ասած, այդ խելքը ունեին, միգուցե չգնային դրան, եթե չունեն հիմա եկել այստեղ խելոքացել եք դուք, արդեն խելացի եք դարձել։ Ուրեմն ամբիոնից կարակ
քաշեք շորերից շպրտեք ամբիոնից։ Եթե իրանք հելան, իրանց այդ կեղտոտ խաղերը առաջ տվին։ Որիտում հայրենակիցներ ջան, ձեր գործին ասում եմ, վայս են ելնելու։ Ձեր պահանջը, որ դուք ուզում եք ձեր երեխեքին կարենակ գոնե էլի գրիշի տակ պահեք, տունտեղ վարձով էլի նկատի ունեմ, դրսերում չմնաք, ձեր պահանջը արդար է, բայց իրանց պահանջը չգիտենք հələ ինչքանով արդար կլինի եւ ինչ պտուղ կտա։ Նայեք չվնասի ձեր ցույցին։ Ես ուղղակի ձեզ տեղեկացնում եմ, շատերը չգիտեք, կարող ինչ որ մի քիչ մարդ տեղյակ է, որ այո, Արցախի ներկայացությունա կոչում ինչա, Արցախի երի ներկայացությունա, բայց Արցախ չկա, չգիտեմ, մարդ որ մահանում է, անձնագիրը հանձնում են, ծև թուղթ են տալիս, այդ մարդին հանում են։ Եթե Արցախը սպանել եք առանց հայա, Արցախի ներկայացությունը ում է պետք արա։ Առաջարկում եմ այդ մասով էլ մի տար ավելացնում եք, թեման փոխվում է, ոչ թե Արցախի ներկայացություն, այլ արցախցիների միգուցե իրավունքների պաշտպանության կոմիտե, արցախցիների սոցիալ եւ իրավական հարցերի կոմիտե կամ հասարակական կազմակերպություն։ Շենքը կարելի է օգտագործած, որտեղ համայնքները ծրված է ամենուր Հայաստանի Հանրապետության տարածքով, եւ այդ ժողովուրդը իրար հետ կապ չունենալով, համայնքապետի հետ կապ չունենալով, եթե այդ տոճկում, այդ կետում լինի ինչ որ մի 5 հոգանոց, 10 հոգանոց թիմ, ընդ կաշխատեն եւ իրավաբաններ, ընդ կաշխատեն եւ լրագրողներ, այսինքն ուղիղ կապը կպահեն դուշված բռնի տեղահանված արցախցիների հետ, ես դա ողջունում եմ։ Եթե նպատակի համար ծառայի ժողովրդի, ես ուզում եմ ձեզ հարց տամ, սիրելի հայրենակիցներ, դե լավ, ես ինձ ասում են այս ինչական, այն ինչական, ենթադրենք տենցական եմ, ինձ չեն տվել ոչ բրինձ, ոչ ոսկի, ոչ գահ ու գանձ, ոչ գումար։ Դուք ստացել եք ինչ որ բան, ստանում եք, օգտում եք, Արցախի ներկայացությունը ձեզ ամեն ամիս ինչ որ բան տալիս է, կամ ձեր իրավունքների հետևից գնում է։ Ախր ես էլ տեղյակ եմ, ինձ այնքան խնդիրների մասին են գրում, որ մեկը 50-ները չստացավ, որ այս երեխուն սենց հաշիվ կա, այս ընտանիքը սերտիֆիկատը ստացել է, խնդրեմ առաջացել, 1000 ու մի խնդրեմ ունի Արցախցին, որ նույնիսկ խորհրդատվության կարիք ունեն։ Իրանք, բայց այս մարդիկ դեն նստած չգիտեմ ինչ են անում։ Կոֆե, չայ, չգիտեմ, ուտել, խմել, ինչով եք զբաղված։ Տեղյակ չեմ էլ մտել ես ընդ։ Ես դեմով անցնում եմ ամեն օր, բայց ես դե մտնելու բան չունեմ։ Եթե չկաք այդքան, եթե ձեզ չի հետաքրքրում ժողովրդի ճակատագիրը, լավ կլինի լքեք այդ շենքը եւ սիրելի հայրենակիցներ, դուք լավ արդեն որոշեք, հասկանաք թե ով կարա ձեզ օգտակարն է այս հարցում։ Ում կվստահեք, իրանց էլ բերեք։ Եթե չեք վստահում ոչ մեկին, վստահում եք այդ նույն մարդկանց, ովքեր ձեզ այսօր հասցրին։ Շարունակեք վստահել։ Ցգանի պես, որ ասում էր Սամվել Պապայան, ասում է ցգանի պես, այն գիտեիք սրտին ցավ չէր տալիս, թե ուրախանում էր, որ ցգանի օրենք ընկնելու։ Բայց դուք եք ընտրել այդ ճանապարհը։ Հիմա կներեք, եթե պրիզնատ եք գալիս, որ խաբվել եք, եթե պրիզնատ եք գալիս, որ փոշմանել եք, այն մարդը էլի ձեռը մեկնում է։ Հիմա ես այն մարդուն չեմ կապ չունեմ, էլի ճիշտն ասած, անկեղծ ասած, որ Արցախ չկա, ես արդեն իմ գլխի ճարն եմ տենում, որտեվ չեմ կարող ես Արցախի գլխի ճարը տենամ։ Արցախի գլխի ճարը Արցախում պետք է անեինք։ Բայց հիմա եթե դուք փոշմանել եք, հասկացել եք, որ գործին մոտիկ մարդը ով է, կամ ինքը չի մեկ ուրիշն է, ընտրություն կատարեք, որոշում կայացրեք, հենց այդ նույն օրը մերժեք այդ մարդկանց, մի թողեք բարձրանը ամբիոններ, դե հատուկենտ մարդիկ կան, ովքեր որ ճիշտ է իշխանության մաս են եղել, ենթակա են եղել, բայց մաքուր են մնացել, իրանք այդ բանը հետ որոշումներ կայացնելու հետ կապ չունեին, դե պաշտոնա նշանակել են կատարելա։ Ես չեմ ասեմ համատարած, ովքեր դուք ձեր նախարարներին ճանաչում եք, ձեր падգամավորներին ճանաչում եք, Եվլախ գնացող եկող, այդպես Թուրքի հետ գնում Եվլախ, բայց որ անվտանգություն ավելի ապահովա Սոֆիա կամ Փարիզ կամ մեկ ուրիշ քաղաքում մերժում են երեխաների, մեր եղբայրի չի երեխաների, երեխաներ եք ժողովուրդ, ինչ երեխաներ, մեծ ու փոքր տարին վարի տվին, կոտորին։ Դրանց եք վստահում։ Այս էր խնդիրը, ինձ որ ներկայացրին, որ սենց սիտուացիա կա։ Ես ասեցի, դե ինչ ուզում են անեն։
Այսինչ է Գևորգ, ես էլ եմ ջղայնացած է ձեզ վրա, դες չի որ դուք եք մենակ իմ խոսքերի վրա ջղայնանում։ Ես էլ ձեր պահվածքի վրա եմ ջղայնանում։ Երբ որ մեր ամբողջից ճակատագիրը բոլորից ձերքին, դուք մեծամասնությամբ ընենց մարդկանց մոտ կանգնեցիք, ընենց մարդկանց վստահեցիք, որ ես էլ ձեր հետ չնայած նրան, որ ես ճիշտ մարդկանց կողքերի կանգնած գաղափարները մարդկանց աշխատում եմ, բայց նույն ճակատագրին արժանացա։ Հետո ինչ փոքրամասնություն էի ես։ Հիմա այդ իմ ջղայնությունը ինչ որ չափով չի անցել, որովհետև ասում եմ ես չեմ հավատում, որ մեր արցախցիների մեծամասնությունը փոխվել է, մեծամասնությունը որ ընտրեց իշխանական հավաքների մասնակցի, հիմա մտափոխվել է, ասում եմ սխալվել եմ, չեմ ուզում, չեմ հավատում այդ մարդկանց։ Հասկանում եք, հիմա այստեղ լծակներ չկա։ Իրանք ձեզ հանում են, իրանց միջոցները ուզում են նենց անեն, հրապարակում ընթացքը փոխեն, սոցիալական հարցերը փոխեն իրանց բանին։ Եթե դուք դա տենաք ու չֆռակ գնաք տներով, ուրեմն դուք շարունակում եք մնալ այդ մարդկանց կարծիքին։ Ուրեմն դուք դեռ վստահ եք, հավատում եք, որ այդ մարդիկ լավն են, այդ մարդիկ մտածել են ձեր մասին, ամեն ինչ արել են։ Ես գիտեմ, հեսա կասես, չէ, սա Երևանն են արել։ Բայց չէ որ մենք էլ ունենք հիշողություն, որ երբ որ Ստեփանակերտի այն ծայրից մինչև Հակարի կամուրջը օրերով կանգնած էր ավտոն, պատկերացնում եք Ստեփանակերտում արդեն խցանում էր։ Հակարի կամրջից մինչև Ստեփանակերտի թաղամասերը խցանում էր։ Ու այդ մարդիկ սենց են արել։ Իբր չգիտեինք, չենք տեսել, որ դուք հելնում եք։ Մեկը չի հելել, դեմդ կանգնի ասի, ես ձեր առաջնորդն եմ, ես նոր եկա Եվլախից, հենց նոր եկա Եվլախից եւ տել եմ կանգնում ձեր անվտանգությանը։ Ով է եկել տենց բան ասել ձեզ։ Հայացքով ուղեկցել են ձեզ Հայաստան, հայացքով։ Էլ չգիտեմ, պատի հետևը քմծիծաղել են, խնդացել են մեր վրա։ Ուրախացել հրճվել են, որ մեզ ուղարկեցին, էսա փողերով լցված բանանկեքը, մեշոկները, գիտեք այդ ինչի մասին եմ խոսում, իրականության մասին։ Բանանկեքով լիքը փողը ուր եք բերել, այդ ոնց եք այս 2 տարվա մեջ համարյա 2 տարի է ապրում, ոչ մի տեղ չեք աշխատում, բայց ապրում։ Ձեր նախկին գոլեգաները ինչպես են աշխատավարձ ստանում գալիս ներկայացություն դե Բա ով է բռնցրել ձեզ ընդ այդ փողերը գողանալուց, որ մի քիչ էլ իրան եք տվել ասել ես, չհրապարակես, ոչ մի բան չասես։ Լավ չեք դուք։ Դուք ձեռ եք առնում, արա։ 200 քանի հոգի զոհ տվեցիք պատերազմում, չբավարարվեցիք, տարակ բաժար տվիք այդ տղերքին, որ մարդկասկի մոխիրն էլ չեն կարում ճարեն, դե են կանեն։ Դուք ձեռ եք առնում, արա։ Էլի եկա ստե խաղը, բայց ես ձեզ չասի առանց ինձ, դուք ոտի տարած չտնես։ Առանց ուզում եք ինչ որ բանի մեջ մտնեք, զանգ եք ասեք Գևորգ, ինձ զանգ եք ուղիղ, զանգ եք ասեք Գևորգ, մենք ուզում ենք սենց բան կազմակերպենք հանուն ժողովրդի։ Ինչ կասես, ես էլ ասեմ դուք հանուն ժողովրդի չեք կարա ոչ մի բան անեք։ Դուք կարաք հանուն ձեր շահի անեք, դրա համար նստեք ձեր տեղը։ Այդ կապ չունի, որ ազգաբնակչության կամ մեր արցախցիների մի մեծ զանգվածի մասով դուք կարացել եք ատելություն թույն սրսկեք իմ հանդեպ ու ձեզ են հավատում, ձեզ են լսում։ Լավ եք արել, եթե արցախցիներ դուք շարունակում եք սրանց հավատալ, ուրեմն ես ասում եմ, հետո չնեղանաք, ասեք, վայ Տեր Աստված, ինչու ենք քան բախտ, ինչու մենք բախտ չունենք։ Տեր Աստված, ես խիա մեծ միշտ վատ բաներ ելնում։ Սատանիներին մի վստահեք։ Տեսեք ինչ եմ ասում։ Սա ես այս խոսքով գիտեք, ոչ թե ի պաշտպանություն Հայաստանի իշխանությունների որ իշխանափոխությունից չխոսակ, նախ իշխանափոխություն դուք չեք կարա անեք, ոչ իրավունք ունեք անկեղծ ասած, ոչ էլ նույնիսկ որ վդրուկ Բագրատի նման տեսնեք մի 30-40 հազար մարդ կա ասեք հրաժարական տուր իշխանությանը, էլի չի ստացվելու, հասկանում եք, չի ստացվելու, բայց ձեր հավաքը մի փորձեք սարքել իշխանափոխության հավաք, ինչ խնդիր ունեք, լավ եք անում, ճիշտ եք անում, ես էլ ձեզ ոչ մի պրոցիվ բան չեմ ասի, դուրս եկեք ձեր իրավունքները պաշտպանելու, ձեր խնդիրները սոցիալական, այ իշխանափոխության մասով, ես ասել եմ ու նորից կրկնեմ, երբ որ Հայաստանի ժողովուրդը հատուկ իշխանափոխություն անելու համար հավաք անեն, երկրորդ շարքերում ինձ թվում է մեր կանգնելը, մեր ներկայությունը չի խանգարի, բայց էլի կնայեք, տեսնեք մեծամասնությունն է Հայաստանի Հանրապետության ժողովրդի դուրս եկել պահանջում իրա ընտրած Ես շատ կարևոր է, որ շեշտում եմ, իրա ընտրած վարչապետին ուզում է փոխի։
Այ որ տեսնեք նույն մեծամասնությունը ոնց որ Սերժին էր ուզում փոխել Նիկոլով, հիմա ուզում է Նիկոլին փոխի մեկ ուրիշով, դուք կարող եք երկրորդ շարքեր զբաղեցնել, ես էլ ձեր հետ, երբեք չդարակ։ Արսեն Մուսայելյան, հայրանունը ջնջում ես դե եւ ռադդ քաշում։ Նախաձեռնող չեղնեք։ Հենց հիմա ես չգիտեմ ձեզ ոնց ապացուցեմ, որ անպտուղ է լինելու ձեր հավաքը, եթե դուք շեղվեք թեմայից։ Գնացեք ձեր թեմաների հետևից, սիրելի հայրենակիցներ։ Իմ սիրտը ցավում, անկեղծ ասած սիրտս, որ մերժել է ասել եմ, չեմ էլ ասի, թող ինչ գլխներին ուզում են խաթաբերեն, ոնց բերել են Ղարաբաղ, թոստի էլ խաթաբերեն, ասին չէ, քարերը գրկիցը թափի Գևորգ, մեղք են այդ ժողովուրդը, նորից են խափում, նորից են ուզում բզբզան։ Դրա համար ես լսեցի, վերջը, անկեղծ ասած միշտ է սիրտս ցավել, բայց վաղ տանում, այո, ես ջղայնանում եմ, ասում եմ, դե ինչ էլ նման լինի, որ չեք ուզում, էսա ճիշտը չեք ուզում, այս ուղղությամբ շարժվեք այն ուղղությամբ, որը ձեզ պետքա, որը ձեզ ձեռը տալիս, որ ուղղությամբ ձեզ փորձում են ուղեկցեն։ Իսկ ձեզ ուղեկցում են այդ այս հարցերում։ Ուշադիր կլինեք, եթե գերիների ոչ, եթե բոլորի նկարը չլինի ընդե, կասեք, այս ինչ ակցիա է, կարա հելելեք ինչ որ մի քանի անհատի համար պայքարենք։ Չմոռանաք ինչի համար եք հավաքվել։ Գերիների նկարի հետ պետք է լինի բոլոր գերիների նկարը։ Ոչ մեկ ընդե այն հասարակ տղերքից, որ զինվորական չեն եղել, գերի են ընկել կամ ընդհանրապես ցածր պաշտոն կամ ինչ որ ցածր հաստիկ են ունեցել, իրանք ոչ մի բանով ավել չեն այդ տղերքից։ Ոչ մեկը։ Հələ ուղղակի գերության մեջ են, ես ճիշտ չեմ անում, որ իրանց համեմատում եմ։ Այդ նույն գերիները կառավարիչներ են եղել ձեր։ Եվ ոնց կարող են էլի այտենց բաներ թույլ տալ, որ երկիրը այսօր ընկնի ու կորցնեք ամբողջովին Արցախը։ Գնացեք սիրեք, գնացեք գուրգուրեք, գնացեք փայփայեք ձեր այդ սիրելի առաջնորդներին, այդ սիրելի ղեկավարներին, այդ կեղծ կենասներ ասողներին, որ գործի հետ կապ չուներ իրանց խոսքը։ Ձեր իրավունքն է, ամոթինս, եթե ձեզ արգել եմ, ձեր նման քֆուր տամ, որ Գևորգը միտքը արտայտում քֆուր եք տալ, այս հուվա էս վեստի պեներա խոսում, ստա սյուր մարդա, տիասողնեն, ինչեր մինի մարդնան, այս բալամնեն էլ է, այս Ղարաբաղ հազնած բալամնեն, որպեսի իրանց կողքը մարդկանց համոզին վեր իրանք հայրենասի, ամա Գևորգը Նիկոլ եմ մարդնա, բրատ, եթե ես Նիկոլա կանը, պատուք ինչա կանը, լավ, բացոշչն նշանակալ նախագա, պարոն Շահրամանյան, կեզ նշանակալը նախագա, Գևորգ ինչտեղը նշանակալ, ինչ էր մինտեղ Վարսավիրեն նշանակալ, ինչ էր մինտեղ գյումչու մենեջերը նշանակալ, ավտոպարկ ու начальникը նշանակալ, շտեղին ինձ նշանակալ, ասացեք տեսնամ մզանա հուվա հյուր մարդը, եթե կեզ նշանակալը նահացեի տնորին, եթե կեզ նշանակալը նախագա, դու ընտրված նախագահ չես, դու փորձիս վեճ ինձ տանից կցիս կու շարքերդ, ու քեզ նման այդ կողքետ մարդիկը, դուքը քինչեր պենում մարդ, դուքը ըլյալանգած այդ իշխանության այդ մղրեն պոշկեն մաչը ու ուտեիսը կլալ, գյասալ չկվեր հսնալանը կորիշ պենում, մենք օրիշ պենոտիկ։ Մեղրամիսնելա մինամեստևում, հետո կյամս իրականության դաշտ, պատասխանատվություն կրեք այդ ժողորդեն կյանքի հտ է, այդ ժողորդեն ապագայի հտ է։ Այդ խետուշ չսեկալ, վեր կեզ ասում ենք տույսեք մինտստամ կեզ նշանակողը հինչ առաջադրանք հատուվալ, սեպտեմբերի 9-ին, 23 թվի հրապարակումը, վեր կեզ ասում տույսեք տեսնանք հինչ առաջադրանք հատուվալ, սկացալ չս, ոմս մենք սկանաս, մենք սե սկաց ասե, խեչիս տույս եկալ։ Արցախի ազգային շարժումը կոչ է անում բոլորին, սեպտեմբերի 9-ի ժամը 9:00-ին ներկայանալ վերածննդի հրապարակ, որոշելու Արցախի հայկական լինել չլինելու հարցը, քանզի միայն արցախցին է տերը իր ճակատագրի ու միայն արցախցին կարող է ընտրել ազգային առաջնորդի։ Հարգելի հայրենակիցներ, Այդ որ Արցախում պատասխանատվություն ունեիք ձեզ էլ քո քաղաքացին Գևորգ Հարստամյանը ու իր շուրջ հավաքված մարդիկ, ասում էին դուրս արի մեր վաղվա ճակատագրի մասին պատասխան տուր։ Քիչ դուրս եկել։ Հա, այն ժամանակ չունեիք, շատ զբաղված էիք։ Հիմա Երևան հանգիստ եք, դուրս եք եկել, իրավունքներ եք ուզում պաշտպանեք, օգտակար լինեք, հա ժողովրդին։ Ու ժողովուրդ, սիրելի հարգելի արցախցիներ, դուք չեք հասկացել, որ իրանք են ձեզ իմ հանդեպ լարել, իմ խոսքերքը փոխելով, իմ բառերը կտրտած, չգիտեմ ինչ են արել, ոնց են արել, վերնագրեր են դրել տեսանյութի վրա,
Լսեք, Գևորգը ձեզ ասել է ընդամենը, պահանջելու, պարտադրելու իրավունք չունենք մենք։ Այսքանը քաղաքավարի է ասել, ոչ կֆուրատվել, ոչ բան։ Ինչ էիք հելել։ Մի տարի ու կես առաջ հելել եք, ասել եք 50-ները քիչ է։ Հիշեցնեմ ձեզ, դուք վաղը չէ մյուս օրը դուրս եք գալիս, ասեք 50,000 տուր։ Այսինքն դուք հարմարվել եք, որ 50,000-ը էլի ինչ որ չափը բավարար է։ Քիչ հասկացողություն, շատ հասկացողություն, դրանք հարաբերական խոսքեր են։ 50,000-ը այդ մարդկանց համար, որ երկիր են ծախել, այդ իրանց համար մի հատ կարելի ասած չայախմություն կարա լինի։ Իսկ ձեզ համար մի ամբողջ ամսվա յոլա գնալու փող ա եղել։ Իմ համար էլ նույնպես։ Այդ էլի դուք այդ մարդկանց եք հավատում ու ձեր կողքի մարդը, ես ձեր կողքի մարդն եմ, ես ձեր մեջի մարդն եմ։ Այդ իրանք են ձեզ վերևից նայում, իրանք այդ բուրգի վրա կանգնած են եւ կարողանում են մինչեւ օրս կառավարեն։ Ուրեմն տեսեք ինչ եմ ասում։ Իրանք ձեզ կարան կառավարեն, մեծամասնությանը ոնց որ կառավարել են Արցախում։ Ինձ չեն կարա կառավարեն։ Ոչ Արցախում են կարացել, ոչ ստեղ են կարենալու, ու ոչ իրանք, ոչ էլ մեկ ուրիշ ուժ, այդ թվում եւ իշխանությունը, ոչ մեկ չի կարեմ ինձ կառավարի։ Ինձ չեն սիրում, հասկանում եք, ինձ չեն սիրում սրա համար։ Միտեղ հասկանում եմ, յուրաքանչյուր ինֆորմացիոն դաշտի մարդ, յուրաքանչյուր բժիշկ, դասատու եւ այլն, ով որ իրանից բանա ներկայացում, նա պետքա կառավարվի միտեղից։ Չի կառավարվում, խաղից դուրս է գալիս։ Իսկ խաղից դուրս մարդիկ դա վտանգավոր մարդիկ են։ Եթե ես չկամ խաղի մեջ, ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, նեյտրալ եմ կանգնել, ես տեսնում եմ բոլորի կատարած ինչ որ սխալ քայլեր, տեսնում եմ ինչ որ անհաջողություններ կամ ինչ որ դիտավորություններ, որ կարած զախուղի մեր երկրում ինչ որ բաներ, տեսնում եմ, խոսում եմ։ Դրա համար ես չսիրված կերպարեմ հասկանալի է ընդդիմության իշխանության համար։ Բա հասարակ հայ, հասարակ քաղաքացի, քեզ համար խիեմ տենց։ Խիեմ քո համար անընդունելի։ Խի չեք ուզում ընդունեք իմ խոսքերը, խի չեք ուզում հասկանաք, որ ես սրտից ցավով եմ ասում։ Իմ բարձր խոսալը, էմոցիաները դա սրտից ցավից է խոսում։ Ես չեմ ուզում ինչ որ մեկի վրա իմ իրավունքները վերադասել, չեմ ուզում ինչ որ մեկի վրա ինքնահաստատվել, ինչ որ մեկին ճնշած ելնել իմ բարձր ձենով կամ իմ խոսքերով։ Հակառակը է, սիրտս ցավում է, մեղքս է գալիս, չեմ ուզում ձեզ օգտագործեն։ Հրապարակը, այո, ձեզ թվում է մի պահ թե դուք ձեր ցանկությամբ եք ելնում։ Ոչ, իրանք գիտեն ձեր ցանկությունը որն է, խաղերը արդեն խաղի կանոնները գծել են, իրանց այդ բաները կտենակ ամսի ես կարող այս եթերս ազդի իրանք շուտ անեն վերափոխեն իրանց քայլերը, այդ պլանները վերափոխեն, որ ասեն դե արդեն պալիտա արել էսի։ Բայց կարող է եւ այսպես գլուխները դեմ տված այդ իմասածները բերեն ամբիոն բարձրացնեն, հնչեցնեն։ Ու շատ եղեք, ում որ պետնա կարակ հելնեք նույնիսկ ոչմ ասեք բրավաժատ անենք, չթողեք էլ ինձ խոսան, ում որ պետնա կարակ ձենը բարձրացնեք, ասեք մեր պահանջը սա չէր։ Չթույլ չտակ ձեզ օգտագործեն։ Սակո Գրիգորյան, Բաբայանի որ գաղափարները, ես ոչ մեկական եմ, դուք հասկանում եք, Արցախում իրավիճակից ելնելով ես ուրիշ տարբերակ չկար, որ ես այդ մարդուն աջակցեի, բացի իրենից։ Եթե ելներ կարող մտածեի այդ ուղղությամբ, վեր ու վար անեի։ Ուրիշ մարդ չկան։ Հասկանում եք, Բաբայանի կարա գրեք որ գաղափարը։ Խնդիր չի, եթե ժողովուրդը կուզեն, հենց հիմա ձեր հարցերին պատասխանեմ։ Կարամ այս եթերով, եթե ինձ հիմա միացել են արցախցիներ, ձեր հարցերին պատասխանեմ։ Հասկանում եք, ես կյանքում գլուխս կախկցած չկամ իմ ասացի, իմ արածի համար։ Եթե ես սխալ ըլնեմ, կասեմ ներողություն, շուտ, չեմ էլ հասցնի դուք ինձ պահանջեք, ասեք ներողություն խնդրի։ Ես շուտ կանեմ ասեմ, որտեղ այո, ջղայնությունը 30 րոպե, 40 րոպե հանգստանում ես։ Եթե 40 րոպե անցել է, ներողություն չեմ խնդրել ասածներիս համար։ Ու հիմա տարի ու կես է անցել, երկրորդ տարին է գլորվում։ Ես մինչև հիմա ասում եմ, ես ճիշտ եմ ասել, ես լավ բան եմ ասել, ձեր համար եմ ասել։ Ուրեմն մի բան կա չէ։ Այս հավաքը եւ լինելու է առիթ, սիրելի Արցախահայեր, որ ձեզ կապում են այդ մարդկանց հետ, այսինքն որ ասում են Արցախցի, որ ասում են Ղարաբաղցի, սաղի մտքին գալիս է դու գիտեք ինչ կերպարներ, ովքեր որ անընդունելի, էսա միացեմ Երջոջան, անընդունելի կերպարներ են եղել Հայաստանի հայության համար, դժվար ժողովուրդ են եղել։ Հիմա ձեզ հարմար առիթ է, որպեսզի այս հավաքով իրանց այդ քաղաքական
ցանկությունները առաջ տալու ժամանակ դուք կանգնեք ոտերները դեմ տակ կամ էլ ֆռակ ասեք դե մենք գնացինք տուն սկիզբից հետ էլ գործ չունենք ուղղակի անկեղծ ասած սիրելի հայրենակիցներ սիրելի արցախցիներ դուք էլ ճիշտ հասկացեք մենք չենք ապրել այս տարածաշրջանում եւ այս տարածաշրջանում ինչ օրենքներ ընդունել են ինչ գործեր կատարել են ստեի բնակչությունը մի քիչ ճիշտ չի որ քո եղբոր տանը էլի քո արյունակիցն է էլի մի հորիցեք մի մորիցեք բայց դե դու սկսես շուտ արագի մեջ որոշումներ կայացնել որ նկատես էլ կնոջ ոչ այդքան սիրունություն ասես կինդ փոխի ուրիշ կին ուզի էլիս դուրս չի գալիս մի քիչ ճիշտ չի էդի ամսի 29-ին ձեր արդար պահանջներից բացի եթե ուրիշ պահանջներ ուզենան բերեն խցկեն Էսել է խնամի ծանոթ բարեկամ, որ Ղարաբաղում կամ թեկուզ ինչու Ղարաբաղում ստել էր նույն բանը, իրանց խնամի ծանոթ բարեկամներին հարմար առիթների խցկում էին պետական պաշտոն, ինչ որ եկամտներ, հիմնադրամներից փողեր վերցնել, հիմա ժողովուրդը արդար իր փողի համար, սոցիալական հարցերի համար դիմում է, փորձում են իրանց ընկերներին անունները տալով Բաքվում գտնվող ընկերներին եւ այլ հարցեր առաջ տան Ես կողմ եմ այո բոլոր գերիները վերադառնան, բայց ես զարմանում եմ, երբ որ Հայաստանի իշխանություններին դեմ են տալիս, ասում է մեր գերիներին վերադարձրեք, կամ Հայաստանի իշխանություններին դեմ են տալիս, ասում է մեր անվտանգ եւ բարեկեցիկ կյանքը ապահովեք Արցախում, հետ վերադարձրեք։ Ընդդեից էլ են դիմադերները բանը լսում են, գիտեն ձեր ցանկությունը որն է, դուրս են գալիս դոշ թակում, ասում են մենք ձեզ հետ կվերադարձնենք Արցախ, մեզ ընտրեք բան։ Նախիջևանից, Կարսից, Արդահանից, մինչև այսօր ուրեմն այսօրվա անդիմադերների նման ուժեղ տղերք չեն եղել, հա, որ հետ վերադարձնեն այդ հայությանը իրանց բնորան, իրանց սննդավայր։ Թե այս նոր ծնվեցին, այսօրվա անդիմությունն է, որ հզոր տղերք են։ Կնախապատրաստեմ Երջոտ ջան, 94 մարդ նայում է ով է կարծում, որ Բաբայան է, որ կարող է։ Սակո Գրիգորյան, ես էլ այդ հարցը արդեն չեմ տալիս ժողովրդին, ես ասում եմ իզուր չէ, ասում եմ պետք էլ չի ժողովրդին բան ներկայացնեմ, իսկ թվում է կամ վստահ եմ ավելի շուտ, որ այդ նույն ժողովուրդն են, ովքեր որ առայժմ հələ իրանց այդ ասած հեքիաթներին բանին հավատում են, ինչ Ղարաբաղ իրանց գլուխը լցրել են, հավատում են, ըստ էլ իմ մասով են լցրել, տեսել են, որ միակ գործոնը ես եմ, որ կարամ իրանց մտրակահար եմ, որոշել են ինձ սևացնեն։ Խի եմ սևանում ես, խի ինչ եմ ասել, ոչ անեսք եմ տվել, ոչ հայոյել եմ, ոչ բան։ Ընդհանրապես ասել եմ, ձեր պահանջը արդար ձևակերպեք, իրավունք ունեք պարտադրելու։ Պահանջներ գիտեք մի քիչ ճիշտ չէ, էլի դե եկել ենք հələ առաջի հերթին պետքա տուն տեղ եկել միանգամից բանման էինք ուզում, իշխանափոխություն էինք խոսում, ճիշտ չի ժողովուրդ, հարցեր կա, որ մենք ճիշտ մոտիկացում չենք ցույց տալիս։ Լավ, հուսով եմ, որ Սրանց հանապահանջ չի ունի դրա մասին խոսե։ Գևորգ բարև, բա ժողովուրդն սրանց հանապահանջ չի ունի դրա մասին խոսե։ Սրանցը չգիտեմ ում նկատի ունեք։ Բերեք քաղաքավարի վերաբերվենք մանավանդ այն մարդկանց հանդեպ կամ այն իշխանությունների հանդեպ, ովքեր որ քո ձեռից չեն ընտրված, իմ ձեռքով չեն ընտրված են մեկ այլ հատվածի ժողովրդի կողմից։ Հայաստանը մեր հայրենիքն է, Հայաստանը մեր մայր Հայաստանն է։ Ուղղակի ոչ մի իջևանցի չի գնում Գյումրու քաղաքապետի ընտրությունների մասնակցի։ Եթե խափեմ, ասեք խափում եք։ Օրենքով չի թույլատրվում։ Նույնը օրենքում գրված է եղել, որ արցախցիները չեն մասնակցում Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ։ Եթե այդ օրենքը առայժմ գործում է, չի փոխվել, ապա իմ ասածս դրա մասին էլ է վերաբերվում։ Ինքը լինի վարչապետը։ Չէ, ես չեմ ասում Բաբայանը լինի վարչապետը հետ կբերի գերիներին։ Ես չեմ ուզում սնահավատությամբ կամ տենց մեծ կարծիք, ես ոչ մի անձի, այդ թվում եւ Բաբայանի չեմ պաշտում եւ չեմ ասում, որ ամենազոր են, ամենակարող են, որտեղ գերիները գտնվում են Բաքվում։ Կարող է ինքը ավելի այոշ կարճ ժամանակում հաջողի, ավելի դիպլոմատիան իր ուժեղա, իր ճկունությունը մտքի տարբերվում է այսօրվա յուրաքանչյուր քաղաքագետի վերլուծաբանի։ Հասկանում եք, ճկուն է իր միտքը։ Հաջողություններ շատ բերի երկրի համար, բայց վարչապետի պաշտոն նախ առաջինը ինքը չի էլ ձգտում, ինքը միշտ էլ խորհրդատուի կարգի ինչ որ օգտակար բաներ ասողի
դերում ա եղել։ Այն մարդը իր արածը արել է, Բաշար անեինք, իր արածը պահպանեինք։ Այդքան էր մեզանից պահանջվում։ Հիմա ժամանակա պետք նոր սերունդ ծնվի, նոր սերնդի մեջ այդտենց մարդիկ հլեն հետ բերեն, բայց պետք է հայ ժողովուրդը էլի չկորցնի իր տրեզվեսը, էլի սթափությունը չկորցնի, էլի չգնա տենց այն մեծ քթավոր բան, սենց հավայի մարդիկ, ովքեր որ մլանքյաշ, ում կողքը ասես կանգնեցիք ձեր շահի անձնական շահի համար ու հասարակ ժողովուրդները քաշ տվեցիք բերիք հրապարակ խափելով նախքան սոցիալական հարցերը սիրելի հայրենակիցներ կան իրավունքների պաշտպանման այլ դրույթներ բավ է խոսենք եկեք ոտքի կանգնենք միջազգային կառույցներից պահանջենք ազատ ինքնորոշման եւ գերիների խաղաղ վերադարձ սրանք եմ թերևս կարևոր դե ամեն դեպքում Երջո ջան պետք է տեսնում ես հետ են կանչել հայտերը եվրոպական դատարանից չգիտեմ ինչ է կատարում ինչ փոխհամաձայնություն են ձեռք բերել ես չեմ հավատում որ մեր դիրքերը լավ է Ադրբեջանի հետ էս իբր թե խաղաղության հարցով ես չեմ հավատում ես գիտեմ ես էլ ասեմ թեկուզ թեմայից դուրս եկավ ժողովուրդ կլանից եմ խոսում հա ուրեմն երբ որ ես իմ անհանգստությունն եմ հայտնել որ Ադրբեջանը զինվում է պարոն վարչապետ դուք ինչով եք զբաղված սենց էլի անհանգստություն եմ հայտնել ես հիշում եմ ինչքան վարչապետի աջակից Any adekvat աջակից, չէ զոմբի աջակից է, բայց զոմբի աջակից իմիջիալոց չիմանաք մենակ Փաշինյանը ունի։ Յուրաքանչյուր լիդեր, յուրաքանչյուր ուժի ներկայացուցիչ, նախագահ նախկին, իրանք էլ ունեն զոմբի աջակիցներից զանգված։ Սա չվերագրեք էլի ինչ որ կուսակցության հատվածի կամ իշխանության աջակիցների։ Զոմբի հատվածը ամեն ուժի աջակից էլ կա։ Հիմա իշխանության այդ զոմբի հատվածը ինձ գամել է Գանքի սյունին, հասկանում եք, որ ես ասել եմ անհանգստանում եմ այսպես բաները Ադրբեջանը խաղաղության օրինակ չի ձգտում, ես չեմ տենում, ասել են ինչ չեն ասել, բայց իմ նման ասողների նեյտրալ sense բլոգեր կամ ինչ որ քաղաքական վերլուծաբան կլինի, ով որ արտահայտվել է sense մտքեր, ասել են դուք չեք ուզում խաղաղություն, այ կտեսնեք ձեր բոլոր իր աչքը խառնելով հեսա Փաշինյանը տանելու է խաղաղության։ Այս երցավ տանեմ, կարող է ես չեմ ուզում խաղաղություն, կամ են մնացած մեր հայրենակիցները չեն ուզում խաղաղություն։ Մենք ուղղակի ասում ենք, որ այս իշխանությունները չեն գնալու խաղաղության։ Ադրբեջանի իշխանությունները կներեք։ Ու տեսակ այսօր սա դրում են սահմանին։ Որովհետև թուրքը երբեք չի ուզում խաղաղություն լինի հայի հետ։ Ինքը ուզում է իր շահը պաշտպանի։